Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նորաշենք 46 շենքի բակում ակտիվ աշխատանքներ են։ Շենքի բակի մի կողմում տեխնիկան է աշխատում, մյուս կողմում այգում նստած բնակիչները աշխատանքներին են հետևում ու զրուցում։ Այստեղ Վիոլիաջուր վարչական շրջան համագործակցությամբ իրականացվում են կոյուղագծի փոխարինման աշխատանքներ։ Տարածքը խնդրահարույց է, քանի որ կոյուղագիծը անցնում է կանաչապատ տարածքով։ Ծառերի արմատներն արդեն իսկ կոյուղու մեջ են ներթափանցել։ Հենց այս պատճառով էլ հաճախ տեղի ունեցող խցանումները հնարավոր չէր բացել։ Խցանման հետևանքով ամբողջ կոյուղաջրերը լցվում էին 46 շենքի նկուղ, ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Այստեղ փոխարինում է 40 գծամետր կոյուղագիծ, նյութերը ամբողջությամբ տրամադրվել էր մեր ընկերության կողմից, աշխատանքներ իրականացնում է վարչական շրջանը, պետք է վաղը այս խնդրին լուծում տանք, ինքը չբացվող կոյուղագիծ է, որտեղ ամբողջությամբ արմատներով պատված է։ Տարին դեռ նոր է կիսվում, բայց Վիոլիա թիմը Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների հետ համատեղ Դավիթաշեն ու Աջափնյակ վարչական շրջաններում արդեն իսկ իրականացրել է 1000 գծամետր կոյուղագծի փոխարինման աշխատանքներ, 800 գծամետր էլ փոխարինվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Եթե մինչ այս համատեղ աշխատանքները վարչական շրջաններից օրական 1.85 հեռախոսահամարին 50-ից ավելի ահազանգ էր լինում, ապա այժմ այդ թիվը կտրուկ նվազել է։ Նաև ինչու է կարևոր այս համագործակցությունը։ Շատ հասցեներում Վիոլիա թիմը չի կարողանում կոյուղու խնդիրը լուծել, քանի որ երբեմն անհրաժեշտ է ցանկապատ կամ ավտոտնակ ապամոնտաժել, ծառերի բացազատում ու օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարել, որի իրավունքն ունի միայն տեղական ինքնակառավարման մարմինը։ Կոյուղագիծը ունի սահմանված նորմերով նորմատիվային թեքություններ, ինքը երկար աշխատելու համար շատ թեքություն է, ջուրը արագ հոսում է, կոշտ մասնիկները մնում են, ինքը դառնում է խցանման պատճառ, հետագայում ամբողջությամբ փակվում է այդ կոյուղագիծը, թեքություն չլինելու դեպքում էլ ջուրը չի գնում, ընդհանուր է արդեն բանալնում։ Եվ նորմերը պահպանելով այս հատվածները, որտեղ մենք գործ ենք անում, մենք ակնկալում ենք մի 10 տարի չգանք ստեղ։ Սակայն որքան էլ մեծ լինեն ներդրումներն ու իրականացվող աշխատանքների ծավալները, եթե կոյուղին շարունակվի օգտագործվել որպես աղբատար, խցանումներն անխուսափելի կլինեն։ Վիոլիայի մասնագետները խցանված հատվածներից դուրս են բերում տարբեր իրեր՝ վերմակից մինչև բարձ, գնդակից մինչև հիգիենիկ պարագաներ։ Խնդիր է նաև, երբ բակային հեղեղատարը միացված է լինում կոյուղուն։ Բնակիչների դժգոհությունները բացի Վիոլիաջուր ընկերության թեժգծի աշխատակիցներից, նաև համատիրությունում են լսում, նշում են դժգոհությունները շատ էին, բայց վստահ են, որ նոր կոյուղագծի պատրաստ լինելուց հետո դրանք կնվազեն։ Վթարի համավաղուց բողոք ա եղել, ամբողջ շենքերը, ամբողջ տարածքը բողոքում էր, կազմակերպեցին մեծ աշխատանք եւ այս վթարը վերացավ, հոտը անցավ շենքի մոտից։ Վիոլիաջուրը կարևորում է համայնքների հետ սերտ համագործակցությունը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բնակիչներին անհանգստացնող խնդիրներին ու տարիներով կուտակված դժգոհությունների լուծմանը։ Աշխատանքներն իրականացվում են ամեն օր, ըստ անհրաժեշտության նաև շուրջօրյա 24/7 ռեժիմով։ Նպատակն է ոչ միայն արագ արձագանքել բնակիչների դիմումներին ու նվազեցնել բողոքների թիվը, այլև իրականացնել հիմնարար աշխատանքներ, որոնք երկարաժամկետ լուծումներ կապահովեն։ Արդյունքում կոյուղատար համակարգերի վթարներն ու խցանումները հնարավորինս կնվազեն, որոնք չեն անհանգստացնի ոչ բնակիչներին, ոչ էլ ընկերության աշխատակիցներին։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։